Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր տարն է։ Մեր ավանդույթին հետևելով, մեր նպատակին հետևելով, որ շատ կարևոր դեր ունի մշակույթը, գրականությունը այսօր մեր հոգևոր վերազարթոնքի ինքներս մեզ գտնելու ճանապարհին, մենք անդրադառնում ենք կրկին ժամանակակից գրականությանը եւ իմ հյուրը հայտնի բանաստեղծուհի Հռիփսիմե Ասատրյանն է, ում սիրով ողջունում եմ։ Հռիփսիմեին դուք արդեն ճանաչում եք, մեր տաղավարում նոր տարի ինքը եղել է եւ շատ լավ արձագանք տավ այդ հաղորդումը, որ նվիրված էր իր պոեզիային, նորից հիշեցնեմ, որ Հռիփսիմե Ասատրյանը հրաշալի գրքերի հեղինակ է, Արևածագի ծես, երկու հատոր, Արևամարտ, իր հրաշալի հատորներն երկու հատորներն էլ արժանացել են մեր գրական քննադատության ջերմ վերաբերմունքին, Հռիփսիմեն այն եզակի գրողներից է, ովքեր գրականություն մտան միանգամից հաստատելով իրենց տեղը, կայուն տեղը ժամանակակից գրականության մեջ, այսինքն այն տվայտանքները, այն տառապանքները, այն անհաջողությունները, որ գրեթե միշտ ուղեկցում են երիտասարդ հեղինակներին, իմ սիրելի բարեկամը այդ փուլը չի ունեցել։ Միանգամից լավ գրականություն, լավ արժեք եւ գնահատանք գրական հանրության կողմից։ Բայց այսօր Հռիփսիմեն ես քեզ չեմ հրավիրել զրուցելու համար քո գրքերից, դրան հատուկ մի հաղորդում խոստանում ենք նվիրել, որովհետեւ կատարվել է մի բան, որը երևույթ է հայ իրականության մեջ, դուք բարձրացել եք Լյարն Արարատ եւ մեր ետնանկարում մեր հերոսատողները տեսնում են մեր սրբազան լեռը եւ ասում են թե Խաչատուր Աբովյանից հետո դուք երկրորդ գրողն եք, որ բարձրացել եք Արարատ լեռը, չգիտեմ որքանով է դա այդպես, գուցե ինչ-որ փաստեր մենք չգիտենք, բայց բոլոր դեպքերում արարքը սքանչելի էր, արժանի մեծ հիացմունքի եւ ձեզ սիրելի բարեկամներ հրավիրում եմ լավ տեղավորվեք հեռուստաէկրանի առջև, որտեղ մենք պատմելու ենք սքանչելի մի ճամփորդության մասին, դա միայն լեռ չի հայերիս համար, դա միայն Արարատ չի, միայն Մասիսարը չի, դա ճամփա է դեպի մեր հոգևոր ակունքը եւ ուրիշ ով, եթե ոչ հայ բանաստեղծուհին, այդ քայլը իհարկե պիտի արվեր։ Հռիփսիմեն, սկսենք պարզ թվացող մի հարցից, ինչից, ինչպես ծնվեց այդ մտահղացումը, նաև համարձակությունը բարձրանալ Լյարն Արարատ, խնդրեմ։ Շնորհակալ եմ պարոն Ափինյան հրավերի համար։ Ճիշտն ասած, ցանկությունը միշտ եղել է իմ մեջ մանկուց։ Դեռևս մանկուց ես իմ մեջ միշտ տեսլանում էր Արարատի պատկերը, չնայած որ մեր պատուհանից երբեք չի երևացել Արարատը, քանի որ ես ապրում էի սահմանամերձ Վարդենիս քաղաքում, բայց ես սիրում էի Երևան գալ զուտ նրա համար, որ տեսնեի Մասիսարը։ Մեր ժամանակ Երևան գալը դա մեծ արարողություն էր, եւ այդ արարողության, այսպես ասած, հսկան Մասիսարն էր։ Ու հիշում եմ ամեն անգամ, երբ ես մտածում էի Մասիսար բարձրանալու մասին, ես իմ երեխայական այդ անմեղ պատկերացումների մեջ մի աստիճան էի նկարել, որը որ դնում էի եւ այդ աստիճանի վրայով բարձրանում էի Մասիսարը։ Հետագայում, երբ ես արդեն ավելի հասուն տարիքում սկսեցի արշավել մեր հայրենի լեռները, այդ երազանքը դարձավ ավելի իրատեսական, ավելի մոտ, եւ ես հասկացա, որ մի օր անպայման գրկելու եմ Արարատին, եւ այդ օրը հասավ։ Դա խիզախություն էր, դա հրաշք էր, դա իհարկե ես հավատում եմ, որ դու անպայման անելուց դա, որտեվ քո գրքերից բխում է այն ոգին, որ անպայման քեզ տանելու է դեպի, դա հաղորդակցում է։ Ես չեմ սիրում, երբ ասում են նվաճեցին գագաթը։ Դու ո՞նց կարող ես Արարատի գագաթը նվաճել։ Դա հնարավոր բան չի եւ չի կարելի այդպես մտածել։ Դա հաղորդակցում է այն սուրբ խորհրդին, որ այս լեռը հայության համար ունի եւ այս խոհերը, որ հիմա իմ մեջ կան ու փոթորկել են հոգիս, ես ուղղակի զարմացած եմ, որ այդ հրաշքը տեղի է ունեցել, ակամա բացեցի Չարենցի հատորը դեպի Լյարը Մասիս, ինչ է ասում Չարենցը այստեղ, հանճարեղ բացահայտում է Արարատ լեռան, նա դուրս եկավ տնից, առավոտվա ցեքին, իր ետևից կամաց դուռը փակեց, վերջին անգամ նայեց իր տնակին եւ քայլերը ուղղեց դեպի բաղերը, Խաչատուր Աբովյանն է, ցուրտ էր, արևը դեռ հորիզոնից նոր էր փռել աղջամուղը վաղնջական
Եվ վաղ առավոտից իրանագույն ֆոնին հերվում երևում էր Մասիսը կապույտ շղարշակած հուզվում եմ ու ճիշտ եմ անում որ հուզում եմ որտեղ սա այդ սրբազան պահն է ըստ Չարենցի Աբովյանը դուրս է եկել տնից առավոտվա ցեքին դուք ևս սկսեցիք արշավ որ ժամին ինչպես Այո, Երևանից մեկնումն էր առավոտվա ցեքին Մասիս բարձրանալը առաջի երկու օրը որ բարձրացել ենք կեսօրին, բայց գագաթը բարձրացել ենք գիշերվա կեսին այն սպասումով որ լուսաբաց այնտեղ ենք դիմավորելու եւ բոլորը շնչակտուր արդեն մոտենում էր արևի բարձրանալը արևը հորիզոնից կամած բարձրանում էր եւ բոլորը շնչակտուր վազում ենք դեպի գագաթը որ հասցնենք դիմավորենք արևի ցիկը շատ գեղեցիկ եւ արևը ծագեց Արևը ծագեց, շողերը փռեց։ Դուք արդեն գագաթին եք, որ արևը ծագեց։ Արևածագ այնտեղ։ Եվ լույսը միանգամից տարածեց ամբողջ աշխարհի վրա։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ օրը հենց նույն գիշերը ձյուն էր եկել։ Նոր եկած ձյամբարակ շերտ, որ կարծես Արարատը մեր համար, մեր վերելքի համար ամեն ինչ նախապատրաստել էր։ Եթե այդ ձյունը չգար, մեր վերելքը կդժվարանար, քանի որ սառույց էր։ Ու դժվար թե հասցնեինք արևածագին, բայց Արարատը մեզ ընդունեց հորպես։ Նա իր թևերը բացեց եւ հայրաբար ընդունեց մեզ։ Սիրելի բարեկամներ, մեր ռեժիսորը Արամ Վարդանյան սիրահոժար ձեզ է ներկայացնելու բարբերաբար ողջ հաղորդման ընթացքում լուսանկարային մի ռեպորտաժ, որ Հռիփսիմեն իր հետ բերել է իրենց ճամփորդության մասին, խմբի մասին։ Ես պիտի խնդրեմ Հռիփսիմեն ներկայացնեք խումբը եւ նաեւ տեղեկացել են որ երիտասարդ անդամներից մեկը Ռոմելան իսկապես հիանալի գործ է արարք է կատարել Լեռան գագաթին խումբը ներկայացրել եւ մի երկու խոսքով Ռոմելային մասին պատմեք Մեծ սիրով, քանի որ մեր խումբը շատ յուրահատուկ խումբ էր սկսած խմբի ղեկավարից Թաթուլից Խարույկ արշավական խմբի հետ եմ գնացել որը Թաթուլը շատ հայրենասեր, ոգեղեն երիտասարդ էր, իսկապես առաջնոր, բայց խմբի անդամները ինձ համար բոլորը յուրահատուկ էին, ամեն մեկից մի բան սովորեցի, ամեն մեկից մի լավ բան վերցրեցի, ամեն մեկը մի յուրովի երազ ուներ Արարատի մասին, յուրովի էր պատկերացնում այդ ամենը Երազողների խումբ։ Այո, երազողների խումբ։ Ինչ լավ է։ Հիմնականում երիտասարդներ։ Տարբեր մասնագիտությունների մարդիկ, չէ՞։ Մասնագիտությունները, բժիշկ, պարուհի, տարբեր մասնագիտության դեր մարդիկ էին։ Ինչ լավ է, ինչ լավ հասարակության մեջ ենք։ Մենք կան ուրեմն երազողներ, կան։ Եվ ես տեսնելով մեր խմբի հատկապես երիտասարդ անդամներին Ես իսկապես հասկացա, որ մեր ապագան երբեք չի խամրի։ Արարատի երազը երբեք չի մեռնի հայի սրտում։ Իսկ Ռոմելայի մասին ինչ ես պատմելու։ Ռոմելան մեր խմբի երիտասարդ աղջիկներից մեկն էր, որ ինձ շատ զարմացրեց իր հոգու ուժով։ Այդքան երիտասարդ, բայց ինքը անզուսպ ձգտում ուներ դեպի Արարատը, ինչքան էլ որ սառցահարվել էինք, ինչքան էլ որ ցուրտ էր, ինչքան էլ որ դժվար էր, բայց երբեք չէր ընկճվում, ձգտում էր դեպի գագաթը ու նաև բոլոր անդամները, բայց Ռոմելան ինձ համար յուրահատուկ էր նրանով, որ ինքն իր ծոցում պահել էր այդքան ժամանակ եւ բերել էր Արարատի գագաթ էր բարձրացրել եռագույնը, որի վրա նկարված էին մարտունեցի հերոս տղաները, ովքեր զոհվել էին 44-օրյայի ժամանակ։ Եվ գագաթին նա ծածանելով դրոշը ասեց, որ այս տղաներն են արժանի, որպեսզի այսօր այստեղ լինեն, եւ նրանք մեզ ուժ են տվել, որպեսզի մենք եւս այստեղ լինենք։ Իսկապես սրբազան արարք եւ իվես Հռիփսիմե, ես կարծում եմ, որ մենք մի սխալ թույլ ենք տվել, մենք շատ քիչ ենք խոսում այն հերոսության մասին, որ 44 օրյա պատերազմի օրերին եղել է եւ ամեն օր պիտի հիշենք, ամեն օր պիտի պատմենք, որովհետեւ իզուր չէ որ իրենց կյանքը տվեցին այդ տղերքը եւ այն որ Մասիսի գագաթին հանկարծ Ռոմելա բացում է այդ պաստարը 44 օրյի Մարտունեցի արծիվների հզորությունը Մասիս լեռան վրա մենք հիմա պիտի խնդրեմ մեր ռեժիսորին որպեսզի մի փոքրիկ
տեսանյութ ցուցադրի կարգ ընդհանրապես մի քանի վարքյան է իրավունքը ուժն է միայն Ձերի բարեկամներ մենք հիմա գտնենք այդ մի քանի վարքյան տեսանյութը որտեղ Հռիփսիմեն բացում է դրոշը հայկական լեռան գագաթին եւ դրա իմաստը մեկն է իրավունքը ուժն է միայն ամեցեք Իրավունքը ուժն է միայն Սերի բարեկամներ, մենք այսօր հուզվելու շատ առիթներ ունենք, որովհետև ես ինքս բարձրացել եմ Հայաստանի բոլոր լեռները, բայց Մասիսը թողնում է ուրիշ մի տպավորություն, հանդիպումը ինչպես եղավ, Երբ այս հաղորդակցումը Սուրբ Լեռան հետ քո զգացողությունը ինչ է, երբ սկսեց այդ հուզմունքը քո սրտի մեջ, երբ որ նա երևաց, թե ճանապարհի։ Ես նրա հետ զրուցելով աստիճանաբար մոտենում էի իրեն։ Երբ մենք սկսեցինք վերելքը, այդ 2-3 օրը շատ բարենպաստ էր վերելքի համար, բոլորն ասում են, որ դրանից առաջ ավելի ամպրոպային էր եղանակը եւ մեզանից հետո նույնպես նա կարծես պայծառացավ իր թևերը բացեց գրկաբաց ընդունեց մեզ երբ բարձրացանք գագաթին աղջիկները տղաները խմբի անդամները բոլորը լացակումած փաթաթվել էին իրար լացում էին իսկ ես որ ավելի զգացմունքային էի պատկերացնում իմ հանդիպումը, ես ընդհակառակը, ես ուրախությունից, ես կոմ էի թռշկոտում, են կոմ էի թռշկոտում, ուզում էի ավելի շատ գագաթին մնալ, հետո այսպիսի մի հետաքրքիր բան կար այնտեղ, որ ես զգացի, Հայաստանում շատ լեռների վրա եղել եմ, ամեն մի լեռը կարծես թե իր երկինքն ունի, ամեն մի լեռան երկինքը մի տարօրինակ յուրահատկություն ունի Ասենք Արագածինը օրինակ շատ ֆանտաստիկ է, Խուստուփինը դրախտային կարծես երկնքի 7 երկինք որ ասում են, կարծես բոլոր երկինքների շերտերը այսպես երևում են, ընդգծվում են այնտեղ։ Իսկ Արարատինը ավելի տիրական էր, տերունական էր ավելի, այնտեղ ես ինձ տեր էի զգում, երբ դու այդ մեծ բարձունքին ամբողջ աշխարհին կարծես տիրում էիր, այդպիսի Տիրոջ զգացողություն ունի, բիբլիական։ Այո, այդ տերունական շունչը իսկապես կար այնտեղ։ Հրիփսիմե մի հարցեր ունեմ, Չարենցի այս կանչերի տեքստը, այս հանճարեղ պոեմը, այստեղ Չարենցը գրում է եւ վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին հերվում երևում էր Մասիսը կապույտ շղար հագած։ Այդպիսին էր Մասի կապույտ շղար հագած։ Այո, Մասիսի երկինքը շատ յուրահատուկ երկինք էր եւ գիշերը եւ ցերեկը։ Իսկապես լուրջ կապույտով, այսպես ամփոփված, իսկ գիշերները աստղերը այնքան մոտիկ էին մեզ, որ քեզ թվում էր, եթե դու մի կախարդական սնդուկ ունենայիր, հատիկ-հատիկ կարող էիր այնքան հասանելի էին քեզ, կարող էիր հատիկ-հատիկ հավաքել եւ լցնել այդ սնդուկի մեջ։ Մենք մի շատ հետաքրքիր փաստեր ունենք, ելի բարեկամներ, որ պիտի շուտով ներկայացնենք ձեր ուշադրությանը, առաջին հանդիպումը Լեռան հետ, նկարահանումը Հռիփսիմեինն է, մեկնաբանությունը իրենն է, եւ ես մի քանի անգամ այդ տեսանյութը դիտել եմ ու հիացած եմ քո ասմունքի տաղանդով, քո հոգու մաքրությամբ, ազնվությամբ, երբ որ դու ներկայացնում ես ճանապարհը, վերելքը, մեկ էլ հանկարծ ասում ես, իսկ այս կողմում նա այդ պահը շատ սքանչելի է, ուրեմն դիտենք մի փոքրիկ տեսանյութ Սուրբ Լեռան գագաթին։ Ահա եւ մոտենում ենք մեր նպատակին, գնալով վերելքը ավելի դժվարանում է, քանի որ ցուրտ է ու բարդ։ Հայկական լեռնաշխարհը շատ սիրուն գոգավորությամբ ձգված։ Լույսը նոր բացվում է եւ արևի ճառագայթները ընկել են արդեն դաշտավայրի վրա։ Իսկ այս կողմում նա է, նա։ Մեծ Մասիսը։
Երևի մի 30 րոպեից կամ ամենաշատը մի ժամ կլինենք մենք գագաթին, իսկ առայժմ մի փոքր հանգստանում ենք։ Ասել մեր թաթուլը։ Սերի բարեկամներ, մենք էլ Հարիփսիմեի հետ հիմա բարձրանում ենք Լեռն Արարատ, մենք էլ ենք հուզված, մենք էլ ենք շփոթված, մենք էլ ենք երջանիկ, բոլոր զգացումները իմ մեջ խառնվել են իրար, հիմա ես չգիտեմ, ես դրանցից որն եմ, ես ազդապես դրանցից որն եմ, որտեղ շատ հուզառատ բնավորություն եմ, շատ սենտիմենտալ եմ ես ու շատ դժվարությամբ եմ դիմանում այս ալիքին հուզումների, որ Հարիփսիմեն առաջ է բերել նոր դարի տաղավարում, լավ, բարձրացանք Լեռան Գագաթ, հուզումը հասկացանք, ուրախությունը հասկացանք, լացելը հասկացանք, իսկ ասենք ինչ-որ բանաստեղծական արարք չարեցիր դու, ինչ-որ արտասանես, ինչ-որ մի բան։ Անշուշտ Չարենցը այնտեղ պիտի հնչեր։ Ինչ, որ գործը հնչեց։ Ես իմ անուշ Հայաստանին, ես այդ ամբողջ ուրախությունը, այսպես ասած, իր հանգրվանը գտավ այդ բանաստեղծության մեջ, երբ ես ասմունքեցի գագաթին ես իմ անուշ Հայաստանին, եւ այնտեղ բացի հայերից նաեւ իրանցիների խումբ կային, նրանք նույնպես այսպես զարմացած լսում էին, չէին հասկանում, բայց իհարկե վերջում ոգևորությամբ ծափահարեցին։ Միայն ես համարձակվել էի վերջին երկու տողը փոխելով, այսինքն Մասիսը ոչ թե անհաշ ճամփա է մեզ համար, այլ գրկաբաց, անդավաճան սիրով վկա, իհարկե վերջի քառատողը բանաստեղծ Սամվել Բադալյանն էր ավելացրել, ես վերցրեցի դա եւ այնտեղ արդեն որպես հասանելի, որպես տիրական արտասանեցի այդ բանաստեղծությունը։ Ռիփսիմե Իրանից ժամանած խումբը ձեր խմբի մեջ չէր, նրանք առանձին էին բարձրացել, բայց հանկարծ Լեռան Գագաթին միացած իրար եւ նրանք ձեզ լսում են։ Չարենց են լսել մեր պարսիկ ջերմայինները։ Դա շատ սքանչելի է եւ բնական է, որ պիտի Արարատ Լեռան վրա բարձրանար հայկական կոնյակը եւ այդ շքեղ արարքն շատ բնական եմ համարում, որ պիտի արվեր Արարատ կոնյակը, Արարատ Լեռան Գագաթին։ Սիրելի բարեկամներ, մեր ալպինիստների, մեր հայրենասեր բարեկամների ուրախությունը Լեռան Գագաթին, դուք հիմա կտեսնեք մի քանի վայրկյան, 2-1 2-1 Սերի բարեկամներ, շարունակում ենք մեր հուզառատ ճամփորդությունը Սուրբ Լեռան լանջերով եւ կրկին իմ մեծ ցանկություն է առաջանում անդրադառնալ հանճարեղ Չարենցին։ Ամեն տողը ադամանդ է, ամեն տողը ոսկի է, ամեն տողը անկրկնելի է։ Ոնց է զգացել Խաչատուր Աբովյանի հերացումը այն գաղջ իրականությունից, որի մեջ այդ հանճարը տանջվում էր, բայց երբեք անեսքի խոսքեր դուրս չեկան Աբովյանի շուրթերից, սիրահարված իր ժողովրդին հեռացավ դեպի հավերժություն։ Այս հատվածը Չարենցի հանճարեղ պոեմի մեջ դեմը դաշտն էր անծայր, իսկ հեռվում Մասիսը, լյարն այն վսեմ, որի ճանապարհով մի օր բարձրացել էր ինքը եւ սարցանիստ գեղեցկությամբ գերվել։ Մասիսը իր գեղեցկությամբ կարողանում է գերել, դու դա զգացիր Լուսիմե։ Իհարկե, կախարդական է։ Եվ ուզում ես քարանալ, հմայվել, ինչ զգացողություն է արտնասնում Մասիսը։ Ավելի վեհացնող է։ Ավելի քեզ մոտեցնում, քեզ է մոտեցնում։ Ես այնտեղ գտա ինձ։ Մասիսը ինչպես Շիրազն է նկարագրում, նա մեր նահապետ Հայկին է նմանեցնում եւ ես նույնպես դա զգացի։ Բոլոր լեռները, որ գնացել եմ, ամեն մի լեռը ես համեմատում եմ մի նախնու հետ։ Ամեն մի լեռան հետ, կարծես իմ նախնին, ես զրուցում եմ, կիսվում եմ, խորհուրդ եմ վերցնում, բայց Մասիսը իր նահապետական հայացքը, իր հուշկու հայրական հնարավոր չէ չզգալ։ Կրկին վերադառնանք Չարենցին, բարձրացել է ինքը եւ սարցանից գեղեցկությամբ գերվել այստեղ
Չարենցը նկարագրում է հեռացող Խաչատուր Աբովյանին, Աբովյանը մի անգամ արդեն եղել էր Սուրբ Լեռան գագաթին, գիտեք, որքան հալածանքներ կրեց Պարրոտի հետ լեռը բարձրանալուց հետո նրան մեղադրեցին անհավանական մեղքերի մեջ եւ տանջվեց Խաչատուր Աբովյանը, բայց ինքը ճիշտ էր, որ կատարել էր այդ քայլը եւ ահա այստեղ Եվ այժմ մենավոր գրում է Չարենցը, նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրջ, դեպի լյարը անհաս ու վեհանիստ, դեպի գագաթը բարձր, որի ժողովուրդը համարել է հավետ իր գոյության խորհուրդը, որ ճաշակի այնտեղ հավերժական հանգիստ։ Այս տողը պիտի խնդրեմ բացատրել սիրելի բարեկամ, դեպի գագաթը բարձր, որի ժողովուրդը համարել է հավետ իր գոյության խորհուրդը, ինչ է սա նշանակում։ Դա Արարատից սկսվում է մեր պատմությունը ու չի վերջանում։ Արարատով էլ շարունակվում է մինչև հավերժություն։ Այսինքն մենք ունենք Միլեր, որը նաև ամփոփում մեր գոյության խորհուրդը։ Առանց Արարատի մենք արարատյան ազգ ենք։ Եթե վերցնենք մեր երկրի անունները, մեր ժողովրդի անունները, ամեն ինչ Արարատով է սկսվում։ Արարատը մեր ազգանունն է, մեր անունն է, մեր սիրտն է, մեր հոգին է, եւ Չարենցից լավ չենք ասելու։ Նա է մեր գոյության խորհուրդը, նա է մեր գոյության խորհուրդը։ Ահա ինչու մենք այս հաղորդման ընթացքում սիրելի բարեկամներ խոսում ենք այս կարևոր հարցի մասին, ահա ինչու անդրադարձանք Սուրբ Հիշատակին Խաչատուր Աբովյանի, ով իմ պաշտամունքի առարկան է, ես ամբողջովին վերափոխվել եմ, երբ որ հասկացել եմ Խաչատուր Աբովյան, իմ սիրտը բաբախում է Աբովյանաբար, ու Չարենցը զգացել է այդ ամեն ինչը եւ իր դեպի լարը մասից պոեմում ահա արձանագրել է դա, բայց մենք չմոռանանք նաեւ մեկ ուրիշ Մասիսապաշտի, որը նույնքան բարձր է, նույնքան մեծ է, խոսքը Հովհաննես Շիրազի մասին է, որովհետեւ բարձրանալ լյարն Արարատ նշանակում է նաև գնալ դեպի Շիրազի սիրտը։ Չեք փնտրել Շիրազի սիրտը, պատմեք այդ մասին։ Դա առանձին պատմություն է, շատ յուրահատուկ։ Երբ մենք նախապատրաստական արշավներ էինք անում Արագածում, մեր խմբին միացավ մի մարդ Ալբերտ Տոնեյան անունով, ով սովորական արշավող էր մեզ համար, բայց նա գիտեր, որ մենք Արարատ ենք բարձրանում եւ հավանաբար հատուկ ընտրել էր մեր խմբի հետ արշավելը։ Երեկոյան ասեց, ես ձեզ կպատմեմ իմ Արարատ բարձրանալու մասին, բայց ես ուշադրություն չդարձրեցի եւ գնացի քնելու մտածելով, որ դա սովորական պատմություն է։ Հետո որ արդեն Արարատից իջնում էինք, իջնելու ժամանակ տեսա, որ մեր խմբի ղեկավարը Թաթուլը հեռախոսով ինչ-որ բան է փնտրում։ Փաստորեն նա վերցրել է կոորդինատները Շիրազի սրտի գտնվելու վայրի մասին եւ կոորդինատներն է փնտրում, թե որտեղ է թաղված սիրտը։ Վերջապես գնաց կանգնեց մի կետի վրա, ես երբ լսեցի Շիրազի անունը, թվերս բացեցի եւ թռա նրանց հետևից։ Գնացինք, շրջան կազմեցինք, խմբի անդամներով կանգնեցինք այդտեղ, նույնիսկ մեր տղաներից մեկը մի վարդ էր բերել, հանեց եւ դրեց այդ ձյունների վրա։ Երեխաները, խմբի անդամները Հայաստանից տարած ջուր էին պահել, այդ ջուրը հատիկ բոլոր խմբի անդամները ցողեցին այդտեղ։ Շիրազի սրտի վրա, այ հրաշք բան, գտել եք Շիրազի սիրտը։ Եվ մեր հրաշք աղջիկներից մեկը Հեղինեն, որ նույնպես շատ հայրենասիրական վառ կերպար էր, նա արտասանեց Շիրազի բանաստեղծությունները ու այսպես մի քիչ տխուր, մի քիչ ուրախ վերադարձանք եւ ճանապարհին ես խնդրեցի մեր խմբի անդամներից մեկին, ասի խնդրում եմ, պատմիր այդ պատմությունը, որը որ ես չեմ լսել։ Դա շատ կարևոր է այս զգացողությունը եւ մենք մեր հաղորդմամբ սիրելի բարեկամներ ուզում ենք ձեզ փոխանցել այն խոհերը, զգացումները, որ արվեստի մարդը, բանաստեղծը ունի եւ դա շատ կարևոր է ու միշտ այսպես պիտի լինի։ Մենք Ես շնորհակալ եմ Հրիսի մեծ ձեզ այն բանի համար, որ դուք ձեր ստեղծագործության մեջ միշտ ամուր եք պահում հայ բանաստեղծության դասական ավանդույթները, դա շատ էական է ու կարևոր է այս դեպքում, որովհետեւ մենք հասկանանք մենք ով ենք եւ ինչ գրողների է ներկայացնում նոր դարը, սերի բարեկամներ, եկեք մի քանի
րոպե նվիրենք մեր ուսուցչին, խոսքը Հովհաննես Շիրազի մասին է։ Նա մեզ սովորեցնում է շատ կարևոր մի բան։ Նա մեզ սովորեցնում է երջանկանալ սիրով։ Այդ սերը պետք է մի անպայման խենթ։ Սերը հաշվարկ չունի, սերը չափանիշ չունի, սերը խենթություն է։ Եվ թող ասպարեզ գան նոր սերունդներ խենթերի, դա է Հայաստանի փրկությունը։ Եվ Շիրազը գրեց հանճարեղ խելագարը։ Լսենք այդ տեսանյութը, դիտենք այս տեսանյութը մեր հանճարեղ Շիրազի հանճարեղ խելագարը Սերգյուշ Բաբայանի կատարմամբ։ Հանճարեղ խելագարը։ Եվ դեռ մանուկ տղա էի, ասում էին խելար ես դու։ Ինչ թաքցնեմ, խելար էի։ Խայթում էի ամեն մարդու, աչքը ձեռի հացին ձգում, փախցնում էի կամ թե ուզում։ Քաղցից խելար խոտ շատ կերել, դրանից էր խելքս կորել։ Երբ պատանի դարձա մի վառ էլի կանչում խելար, աչքեր տեին հիմա ունակ, խելք ու մտքիս աչքերն անել։ Մենակ խելքիս, դու չես մենակ, դեռ ոչ մի կույս ինձ չի սիրել, դրանից էր խելքս կորել։ Բայց հիմա էլ չեն ամաչում, հիմա էլ են խելար կանչում, երբ կանչում եմ ով կույր աշխար, ետ տուր մասիս իմ վշտահար, ով է տեսել սարը բանտեն, քանդած անին նորից քանդեն, ոնց կանես ծովս վանա, երբ իմ հայոց մի աչքն է նա, չես վախենում աչքից մյուս, որ դարձել է հրթիռ ու լույս, ես այդ լույսով պիտի գրեմ, վանածովիս մութը ցրեմ, սևան բերեմ ծովս վանա, որ ցամաքած իմ սևանա լցվի նորից, ծովն ամրոցի, հայոց դեռ թաց վերքը գոցվի, չկգոցվի, հույսս վառ է, այսօր մի ծառ վաղն անտառ է, ինձ ասում են ողջը լռել, դու այդ ում ես աչքդ հառել, Մասիսին եմ հառելելում, դու էլ թուրք ես ով առնախում, որ պոկել ես ուզում նորից Մասիսն անգամ իմ շուրթերից, չէ դու լռե քո դարն անցավ, քո անհատի խավարն անցավ, կախբերանամ թուրքին անգամ, երբ ինձ ետ տան տողն իմ հայկյան, երկիրն իմ ողջ, ծովն իմ վանա, բոլոր սարերն իմ սիփանա, ծովի ծովս հո չեմ ուզում, լճից լիճն եմ ես երազում, կախբերանամ ողջ ազգերին, թե չթողնեն թուրքի գերին սրբություններն իմ հայկական, խելքի կգամ, երբ միանան արարատներն արագացին, ոնց մորանամ շղթայվածին, ոնց մորանամ եղերն մեծ, որ մեր արյան ծովը խմեց, մի բուր թողեց հայոց ծովից, մեր հողն առած քարը թողին ու ծարավ ենք մեր ծով հողին, նոր Հայաստան առանց Մասիս, ինչպես առանց Մասիս միսիս, էլ ոնց լռեմ, միտքս լռեմ, լռությամբ էլ սիրտս գոռում, թե ախ Մասիս ու մոլորվել, դրանից է խելքս կորել, ինչպես պահեմ խելքս գլխիս, երբ գերի է արև նողիս, մի բուր լուսինն է ազատված, մայրարաքսն է զանգվից զատված, հրազդանից, որ հեղեղում զույգ ժայրերի մեջ է նեղում, նեղ է գոչում ինձպես բողոքում է նայել, թե տես, քանդածանին նորից քանդում, ծով շղթայում, սար են բանտում, և այսքան մոտ, բայց տարագիր, Արարատս մի ողջ երկիր բանտված է դեռ, ով սրտամեր, ես եմ խելար, թե դու ով ներ։ Եփրատ, Տիգրիս ու Վանածով դեռ լցված են հայոց լացով, բավ չէ ողջը տեսնեմ գերված, դուք ինձ տեսնեք խելագարված, ու վիճում են ինձնից ամեղ իմաստուններն ինձնից խելագար է, բայց խանճարեղ է, բայց խելագար, Արարատով այնքան տարվեց, որ հայ վշտից խելագարվեց, և դեռ խելքի աներկյուղով թրջել կուզե դարի գլխով, բայց հարցրեք իմ երկերին, երկի փոխված իմ վերքերին, իրավ ծուր եմ ծնվել մորից, կամ թե իրավ խենթ եմ նորից, որ կանչում եմ սրտով ցասման, թե կազատվի հողն իմ սասման, թե կազատվիս իմ հայ Մասիս, ինչ էլ լինի դու կազատվիս,
ծովի ծովը սուրել մնա, լճիս լիճս մեզ կմնա, 7 դար էլ բանտում մնան չեք ազատվեն հողերն այքյան, հավատում եմ իմ հավատին, արքա կոծվեմ Արարատին, ծովս բանա այլ չեք հաչի թե խենթ եմ ես, կզոհվեմ ես, բայց մորս պես կշշնջամ մեծամրմուր ծուր էր, բայց թե սասնածուր, սասնածուր է հայազգնինքը, իր սասնածուր դավթի նման, նա կազատ է հայրենիքը յաթաղանից թուրք բռնության, Շիրազն ասաց, մասիսն է սյունն Հայաստանի, ազգ նավակող մագնիսը ձյունն Հայաստանի, բավ է հայեր չրված մնակ մատներիս պես, բրունցքվելն է հավերրությունն Հայաստանի։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդումը մոտենում է ավարտին եւ ես պիտի խնդրեմ իբրև եզրափակիչ մի խոսք հրիսիմե ձեզ է պատկանում իրավինք ամփոփելու այս ճամփորդությունը, որ հիմա այստեղ Երևանում մենք կատարեցինք վերհիշելով այն ինչ որ իրական արել եք մասի կարգին խնդրեմ։ Իրականում ես կարծում եի, որ շատ պիտի խոսեմ գնալ գալուց հետո, բայց ես այդպես էլ չկարողացա մեկնաբանել իմ հույզերը, այդպես էլ անասելի մնացին։ Միայն կուզեմ անդրադառնալ մի կերպարի, որ իմ հոգում շատ խոր հետք է թողել։ Երբ մենք գնացինք Արագած, մեր հետ եկավ մի տղա ևս, երիտասարդ, բարակ, նուրբ, բայց հոգով շատ ուժեղ։ Նա կույր էր։ Նա ոչինչ չէր տեսնում, բայց իր մեջ կար այդ կամքը, որ պիտի գար, բարձրանար եւ նրան ուղեկցելով դարձյալ արևածագը դիմավորեցինք Արագածի գագաթին, բարձրացանք Արագածի գագաթ եւ նա բոլորը հիացած արևածագով նա մեր խմբի ղեկավարին հարցնում է, իսկ ինչ գույն ունի արևածագը։ Ես շատ հուզված եմ, ճիշտ է, ես նրա հետ առանձին չեմ խոսել, բայց նա շատ մեծ ազդեցություն է թողել իմ վրա եւ երբ մենք գնում էինք Արարատ, առավոտ կանուխ ժամը 4-ին նա եկավ հատուկ մեզ ճանապարհելու Արարատ եւ ասեց ես անպայման լինելու եմ Արարատի գագաթին։ Ես հավատում եմ իրեն, նա անպայման կլինի եւ ուզում եմ մաղթել մեր բոլոր մնացած բարեկամներին, մեր սերունդներին, որպեսզի իրենց սրտի մեջ միշտ այդպես ամուր պահեն Արարատը, միշտ ձգտեն Արարատին։ Շնորհակալ եմ։ Ես սիրելի բարեկամներ ամփոփելով, ավարտելով մեր այսօրվա թողարկումը, պիտի ասեմ հետեւյալ ամեն անգամ նոր դարի թողարկումը հաղորդումը ավարտելով մտածում եմ ինչի մասին մենք խոսեցինք եւ որն է այն կետը, որ ուզում ենք ձեզ հասցնել եւ այդ կետը շնորհակալ եմ որ գտա իմ լավագույն բարեկամ Հրիփսիմե Ասատրյանի իմ բանաստեղծ ընկերոջ միջոցով դա իմ խենթ սերն է որ կփրկի Հայաստանը հանճարեղ խելագարը իսկապես այս արտահայտությունը պիտի համակի բոլորիս որովհետեւ հասնել այդ աստիճանի, որ դու բարձրանաս սիրո գագաթին, սերը փոթորիկ է, սերը խելագարություն է, սերը երջանկություն է, եւ միայն այդպես դուք կհասնեք ձեր բոլոր նպատակներին։ Իսկ մենք ազգովին կունենանք այն, ինչ որ երազում ենք ամենքս։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ իմ շնորհակալություն հայտնել իմ թանկագին հյուրին, Հրիփսիմե, շատ շնորհակալ եմ նման պահերի համար, որ մենք ներկայացրինք, ապրեցինք այստեղ։ Իսկ ձեզ սիրելի բարեկամներ, ասում եմ մնացեք բարի, միշտ օր հանդիպում։